Ըստ էության impeachment-ը անվստահությունն է։ Ասել թե impeachment-ը այս քաղաքական իրականության մեջ նորությունն է, ոչ, որովհետև գոնե հետ պատերազմյան շրջանում 2020-ից հետո բոլոր ընդդիմադիր շարժումները իրենց արմատի մեջ, իրենց խորքի մեջ ունեցել են անվստահություն է impeachment-ը, այս իշխանությունների օր առաջ տուն ճանապարհելու եւ Հայաստանը որպես հայրենիք, որպես պետականության փրկելու առաքելությունն են ունեցել։ Այս իմաստով ես ուզում եմ, որ միանշանակորեն պարզ լինի բոլորի համար, որ impeachment-ը նոր գաղափար չի եւ այն ընդդիմությունը, որը խորհրդարանում է այսօր, նկատի ունեմ Հայաստան դաշինքը, հայ-հեղափոխական դաշնակցությունը, որպես այդ դաշինքի կարևոր մաս եւ նաեւ պատիվ ունեմ, այսինքն սրանք են քաղաքական ուժերն են, որոնք փողոցում հունավորել են դիմադրության բոլոր շարժումները, հայրենիքի փրկությունը լիներ, դիմադրությունը լիներ, սրբազան շարժումը, որը ըստ էության մեր կողմից չի առաջնորդվել, բայց մեր բացառիկ դերակատարությունն է եղել։ Եվ ցավոք սրտի ասել, թե մենք հաջողություններ ենք արձանագրել, ես կվարանեմ եւ ինձ թույլ չեմ տա այդ գնահատական է ասել, բայց այսօր ունենք մի իշխանություն, որը ցավալիորեն աղետալի ընթացքը շարունակում է երկրի աղետալի ընթացքը եւ պարտությունների խորացումը, ես այդ գնահատականը կտայի, խորհրդարան, որտեղ ունենք քաղաքական մեծամասնության բացառիկ կոնսոլիդացիա